Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն է։ Այսօր խոսելու ենք մի բանի մասին, որը շատ մարդկանց համար ուրախության, տոնի եւ գեղեցիկ հիշողությունների խորհրդանիշ է, բայց կենդանիների համար հաճախ վերածվում է վախի եւ խուճապի։ Խոսքը հրավառությունների մասին է։ Երբ երկնքում առաջին պայթյունն է լսվում, մարդիկ սովորաբար նայում են վերև, հիանում գույներով, նկարում տեսանյութեր եւ վայելում պահը, բայց նույն պահին հազարավոր կենդանիներ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում։ Պատկերացրեք, որ դուք նստած եք տանը եւ հանկարծ ամեն կողմից սկսվում են ուժեղ պայթյուններ։ Դուք չգիտեք, թե որտեղից են գալիս, որքան են տևելու եւ արդյոք վտանգավոր են։ Հենց այդպես են զգում շատ կենդանիներ հրավառությունների ժամանակ։ Շներն ու կատուները լսում են շատ ավելի լավ, քան մարդիկ։ Այդ պատճառով այդ ձայնը, որը մեզ պարզապես բարձր է թվում, նրանց համար կարող է լինել չափազանց ուժեղ եւ ստրեսային։ Ամեն տարի բազմաթիվ կենդանիներ հրավառությունների պատճառով խուճապի են մատնվում, փախչում են տնից կամ բակից, կորցնում կողմնորոշումը եւ ժամերով կամ օրերով չեն կարողանում վերադառնալ։ Կան դեպքեր, երբ ընտանի կենդանիները նույնիսկ վնասում են իրենց փորձելով փախչել աղմուկից։ Բայց խնդիրը միայն ընտանի կենդանիները չեն։ Պետք է հիշենք նաև թռչունների մասին։ Երբ գիշերվա կեսին հանկարծակի աղմուկ է սկսվում, բազմաթիվ թռչուններ խուճապահար բարձրանում են օդ։ Մթության մեջ նրանք կարող են կորցնել ուղղությունը, բախվել շենքերին, ծառերին կամ էլ պարզապես երկար ժամանակ մնալ ստրեսային վիճակում։ Հաճախ մարդիկ ասում են, դե ընդամենը մի քանի րոպե է տևում, եւ դա ճիշտ է։ Հրավառությունը կարող է տևել 5 կամ 10 րոպե, բայց այդ մի քանի րոպեն որոշ կենդանիների համար կարող է լինել ամենաստրեսային պահը ամբողջ տարվա ընթացքում։ Սա չի նշանակում, որ մարդիկ երբեք չպետք է տոնեն կամ ուրախանան։ Հարցն այն է, թե արդյոք միշտ անհրաժեշտ է դա անել ուժեղ պայթյունների միջոցով։ Այսօր արդեն շատ երկրներում եւ քաղաքներում ավելի հաճախ են օգտագործվում այլընտրանքային միջոցներ՝ լուսային շոուներ, լազերային ներկայացումներ կամ այլ լուծումներ, որոնք ավելի քիչ վնաս են հասցնում կենդանիներին եւ շրջակա միջավայրին։ Երբ մտածում ենք մեր գործողությունների ազդեցության մասին, սկսում ենք նկատել նրանց, ովքեր չեն կարող բարձրացնել իրենց անհանգստությունը։ Կենդանիները չեն կարող ասել, որ վախենում են։ Նրանք պարզապես ապրում են այդ վախը։ Հաջորդ անգամ, երբ տեսնեք հրավառություն կամ մտածեք այն կազմակերպելու մասին, հիշեք, որ նույն պահին ինչ-որ շուն թաքնվել է անկյունում, ինչ-որ կատու խուճապահար փնտրում է անվտանգ տեղ, իսկ ինչ-որ թռչուն փորձում է հասկանալ, թե ինչու է գիշերային երկինքը հանկարծ վերածվել աղմուկի։ Ես Փիսոն էի։ Եթե տեսանյութը օգտակար էր, բաժանորդագրվեք ալիքին, կիսվեք ընկերների հետ եւ օգնեք, որ այս պարզ, բայց կարեւոր ուղերձը հասնի ավելի շատ մարդկանց։ Մինչ հաջորդ հանդիպում։